Հավատքն է օգտագործում։ Հալելույա, հալելույա սիրելիներ։ Եվ այս ծանր փորձության մեջ անկասկած սատանան պաշարել էր, որ Դավիթ վերջացավ քո փրկությունը։ Դու Աստծո առաջ մեղավոր մարդ ես, կորցրել ես ամեն ինչ, բայց Դավիթը ապավինել է քո խոստումները այո եւ ամեն են Տեր։ Սրբե զանանք քո խոսքով, քո խոսքը ճշմարտություն է, հաստորեն 5 կտակարանում է գործել այս զորությունը, որտեղ Աստված նույնն է, նա չի փոխվել։ Նայեք սիրելիներ բոլոր մարգարեների կյանքում, նայեք Հոբի կյանքում իր դժվարությունների մեջ, նայեք սիրելիներ, ինչու սատանան Հոբին չկարողացավ հաղթել։ Ամբողջ դժոխքը հարձակվել է դժոխքի ուժերը Հոբի վրա, բայց ինչու չկարողացավ հաղթել։ Երկնքից էլ պատասխան չկա սիրելիներ։ Աստված չի խոսում իր հետ։ Եվ Հոբը ասում է Երանի ես իմանայի Աստծո տեղը միջև նրա աթոռը կգնայի եւ իմ սիրտը կբացեի նրա առաջ։ Աստված լուր է, երկինքը լուր է, ամենասարսափելին սա է, որ երկինքը լուր է սիրելիներ։ Պատասխան չկա, բայց ինչ կար Հոբի մեջ, որ սատանան չկարողացավ հաղթել։ Եվ սատանան ամեն ինչին հաղթել էր Հոբի կյանքում։ Անկամ Հոբը կորցրել էր այն օրհնությունները, որ ինքը այդ երկրի մարգարեն էր, վարդապետն էր, Հոբը որ խոսում էր ծերերը լռում էին, այդ բոլորը մարել էր Հոբի կյանքում։ Եվ Հոբը հայտարարում էր, որ Սուրբի խոսքերը, նրա խոստումները այո եւ ամեն են։ Թեև անիկած դիսպանի էլ ես նրա վրա չեմ կասկածում։ Հավատքը պատերազմի մեջ, հոգեվոր պատերազմի մեջ, քանի հոգի կան, որ այստեղ հոգեվոր պատերազմի մեջ են գտնվում։ Քո քայլը հետևյալն է, սիրելի քույրս, եղբայրս, ճանաչեք ճշմարտությունը։ Քո կողմը, քո ֆունկցիան հոգեվոր պայքարի մեջ, նա չի որ դու կռվես ու հաղթես սատանային, հաղթես մեղքին, հաղթես պրոբլեմ, դու չես կարող հաղթել։ Եթե կարենայիր հաղթայիր, ուրեմն Հիսուսը պարապ տեղ չարչարվեց։ Չի կարելի այս հոգեբանությամբ նսեմացնել Քրիստոսի չարչարանքները։ Եթե դու այդ հոգեբանությամբ ես ապրում, դու Քրիստոսի խաչը նսեմացնում ես։ Այնպես չքարոզենք առաքյալն ասում է, որ Քրիստոսի խաչը ոչինչ համարվի, սիրելիներ։ Բայց մենք ունենք պայքարելու, մեր կողմը կա, այդ կռիվը կա, պայքարը հետևյալն է, որ դու Աստծո խոսքի վրա եղած հավատքը պահես մինչև վերջ։ Բարի պատերազմը պատերազմենք, ինձանից սկսած բոլորս վերջացրած։ Մինչև մեր հոգին ավանդելը բարի պատերազմ է, եւ մինչև հոգին ավանդելը հավատքը պահես մինչև վերջ։ Այսինքն, այտենց էլ Հոբը չկասկածեց Աստծո սիրո վրա։ Հոբը չի կասկածում Աստծո վրա, այ քեզ հրաշք։ Եվ երբ որ իմ ուշադրությունը գնում է Հոբի հավատքին, ես Տիրոջը գիտեք ինչ եմ ասում, Տեր, այդ հավատքից ես էլ եմ ուզում։ Ես էլ եմ ուզում այդ հավատքից։ Ալելույա։ Ես կյանքում հասկացել եմ մի բան, որ եւ ես ուզում եմ փոխանցել։ Արդեն երկար տարիներ ես մի բան եմ խնդրում Աստծուց։ Երկու բան չեմ խնդրում, մի բան։ Ինչքան խնդրելու բաներ կա, չէ՞։ Բայց իմ հոգում էսպես է առաջնորդությունը։ Տեր, իմ ամբողջ կյանքում հավատարիմ մնամ քեզ մինչև վերջ։ Ալելույա։ Երկրորդը չեմ ուզում։ Ու որ Սաղմոսի մեջ կարդացի, որ Դավիթ հագավորնել է մի բան խնդրում։ Բան մը խնդրեմ Տիրոջ մեն եւ ասիկա կաղաչեմ, որ կյանքից բոլոր օրերի մեջ Տիրոջ հետ տունը բնակվեմ։ Ալելույա։ Թող արթնություն լինի, մենք էլ արթնանալու կարիք ունենք, սիրելիներ։ Մեզ թվում է թե աշխարհը պետք է արթնանա, բայց այսօր եկեղեցին ավելի շատ արթնանալու կարիք ունի։ Եկեղեցուց պետք է արթնությունը գնա աշխարհին։ Քեզանից արթնությունը պետք է գնա քո հարևաններին, բարեկամներին։ Եվ Սուրբ Հոգին մեզ արթնացնում է դրա համար։ Եվ այս վերջի տարիների հայտնությունից օգտվելով առիթից ուզում եմ փոխանցել ձեզ, սիրելիներ, առաջինը դա էր, որ Աստծո հետ մարդին միայն կապում է կյանքի հավատքը։ Ինչ հրաշք էլ Աստված քո կյանքում անի, դու կուրախանաս, բայց դա ժամանակավոր է, հետո կանցնի։ Հաջորդ խնդրին դու կհիշես, հետո կմոռանաս, եթե պատասխան չկա։ Բայց մարդին Աստծո հետ կապում է կյանքի հավատքը։ Եվ երբ որ 70 աշակերտները Հիսուսին թողեցին, նա մոտեցավ 12-ին եւ ասեց. Դուք եք ուզում հեռանաք ինձանից։ Այսինքն ազատ եք, դուք ստրուկներ չեք։ Եվ աշակերտները Պետրոս ասեցին. Տեր, որու երթանք։ Որու երթանք։ Դուն հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Ահա կապը։ Սա քեզ միայն կարող է Աստծո հետ կապել։ Եվ հաջորդ հայտնությունը Սուրբ Հոգու այս վերջի տարիների մեջ սիրելիներ։ Ինչև այս վիրուսները, ինչև այս պատերազմները հետևյալն է։ Սուրբ Հոգին ինձ ասում էր, որ տղա ջան, ասում էր, որդիս, մարդի կյանքում, քո կյանքում, ասենք ես աղոթում եմ, չեմ, բոլորս աղոթում ենք, մեր խնդիրները, մեր հոգսերը, ինչքան կան։ Մի հատ էլ հիշեք, ում կյանքում ինչքան հոգսեր կան։ Ու Սուրբ Հոգին մի օր ինձ ասեց, երբ որ ես տենց աղոթներ էի անում, ասեց տղա ջան, քո կյանքում մի հատ խնդրեմ ունես։
երկու հատ չունես։ Ես այսպես զարմացած սկսեցի նայել, ասի Տեր ոնց մի հատ։ Տասնյակ խնդիրներ կան իմ կյանքում։ Նայում եմ ինձ, իմ տկարությունները, նայում եմ ընտանիքի տարբեր խնդիրներ, նայում եմ գործերին, ֆինանսական, հազար ու մի խնդիր կա, Հիսուս ջան, դու ասում ես մի հատ։ Տերը շարունակում եմ մի հատ, երկու հատ խնդիր չունես քո կյանքում։ Այդ մի խնդիրը որ լուծվի, խնդիր չկա։ Ու հետաքրքիր է, որ դա մենակ ինձ չի ասում, ձեզ էլ է վերաբերում սիրելիներ, թե մենակ ինձ է վերաբերում։ Վերջ դուք եք մարդ, չեք փոխվել հրեշտակ դառը։ Եվ Հիսուսը ասում էր, որ երբ որ այս մի խնդրեմ էր ասում, այնքանի մեջ այդ ծառավը սաստկացավ։ Տեր ասում է, բա ո՞րն է դա, դե շուտ ասա Հիսուս ջան։ Այն երախը որ ասում են քեզ կոնֆետ պետք է տամ ու տենց էլ չեն տալի, ինչ ալնում։ Ավելի է չէ ծառավը փափագը շատանում, սկսում է լացել։ Հիսուս ջան ասում են, բայց ո՞րն է, դե ասա որ դա լուծվի, որ մնացած խնդիրներն էլ լուծվի։ Քանի հոգի կան, որ փափագում են ճանաչել ճշմարտությունը, եւ ճշմարտությունն է քեզ բժշկելու, սիրելիներ։ Սա քրիստոնեական պատմություններ չենք պատմում, մենք կյանքից ենք խոսում։ Ինչ որ տեսել ենք, ինչ որ ճաշակել ենք, ինչ որ մեր կյանքում կատարվել է, փոխանցում ենք Աստծո ժողովրդին։ Փառավորվի ճշմարտությունը։ Հիմա ասեմ թե չասեմ, ժողովուրդ ջանեց։ Կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ կազատի, սա կատարվելու է։ Ես ուզում եմ որ բոլորս արթուն լինենք։ Եվ Տիրոջ խոսքը հետեւյալն էր. Ին վրա մի կասկածի, մնացածը խնդրեմ չի։ Փառտվեք Տիրոջը սիրելիներ։ Սուրբ Հոգին քեզ ասում է, սիրելի հոգի, իր սիրո վրա, իր բարության վրա, իր խոստումների վրա։ Ամենավիրավորականը Հիսուսին, ամենավիրավորական մեղքը իր վրա կասկածելն է։ Ինքը այրունով է ապացուցել իր սերը, ու հանգարց մարդը կասկածում է այդ արյան վրա։ Սա է մեղքը, սիրելիներ, մնացածը սրա պտուղներն են։ Տերն ասում է ին վրա մի կասկած։ Ընդունեք բժշկությունը Հիսուսի անունով։ Սա հոգևոր բժշկություն է, սա հավատքի բժշկություն է։ Մնացածը խնդիր չի։ Ո՞րն է խնդրեմ Աստծո առաջ։ Կա խնդրեմ Աստծո առաջ, սիրելիներ։ Ուրեմն Տերն ասում է, որ ապավինի Տիրոջ խոստումներին, Տիրոջ սիրո բարությանը, փառավորվի ճշմարտությունը։